Բարի երեկո իմ շատ սիրելի հեռուստադիտող, ես Գայանե Ավետիսյանն եմ, Հորիզոնի եթերում տոնական տեսակետն է եւ այսօր իմ հյուրն է հրաշալի տաղանդավոր դիզայներ Վոն Վեմյանը։ Բարի երեկո, բարի լույս, բարի ցերեկ, Բարի երեկո։ Ամերիկայի համար բարի երեկո, ինչպես ես։ Շատ երկար սպասել եմ քեզ իմ տաղավարում, վերջապես ամանորի նախաշեմին։ Այո։ Պետք է ոնց որ ասենք ճիշտ ժամանակը լիներ, որ հանդիպեինք, մի տարի պլանավորել ենք, բայց the right time։ Այո, վերջապես ճիշտ տեղին եւ ճիշտ ժամանակին։ Ինչպես ես։ Լավ թանկագին դու ոնց ես։ Լավ, գիտեմ, որ վերջերս մի քանի օր առաջ արդեն վերադարձել ես հետաքրքիր լավ նորություններով, մրցանակ ես ստացել, բարբերաբար շրջագայում ես մրցանակներով, հետ ես գալիս համեստորեն այսպես լռում ես եւ ես ստիպված քեզ այսպես հանել եմ քո ստեղծագործական միջավայրից եւ վերջապես պետք էր այդ ընդհատումը, այո։ Դու այսօր համարվում ես մեր լավագույն հայ դիզայներներից մեկը, ով բարբերաբար արդեն ավանդույթ է դարձել, արդեն ցանկացած արվեստի երգչուհի, դերասանուհի, հաղորդավարի հաստատ ունի մեկ հետաքրքիր զգեստ, որը ստեղծագործել ես, այլ չեմ ասում, որ անցած տարվա ազգային մրցանակը, իմ այսօրվա 417 ծաղիկով հագուստը, քո այսօրվա հագուստը, նոր տարվա եւ իմ մրցանակաբաշխության հագուստները եւ այս տարի եւս մենք բոլորս փայլեցինք քո հրաշալի ստեղծագործություններով, զգեստերով, շքեղությամբ։ Ես գիտեմ, որ դու դա անում ես քո անքուն գիշերների հաշվին, քո առողջության հաշվին, ինչու՞ չէ նաև ամեն ինչ անում ես, որպեսզի քո ձեռագիրը միշտ մնա գեղեցիկ, յուրահատուկ։ Ոնց որ ասենք, գիտես ոնց ամենավերջի պահին է ամեն ինչ լինում, եւ շոուներից առաջ էլ, ցուցադրումներից առաջ էլ մի հատ sense հետաքրքիր բան կա, ոնց որ sense մի հատ ինչ որ մագիչեսկի ձևով ամեն ինչ sense ստացվում է, որտեղ լիքը բան կա, չի ստացվում, ասենք դետալներ կա, պակաս բան կա եւ շոուներից առաջ էլ, չէ՞, կա, ասենք դետալը պակաս է, սա պակաս, ոնց որ ամբողջ կոլեկցիան պատրաստ է, բայց լիքը բաներ չկա վրան արված, հələ, ու ոնց որ մի տենց 2 օր առաջ մի հատ sense հրաշք է տեղի ունենում, ու ամեն ինչ sense իրար հետ համաձուլվում ու come together, գալիս է իրար հետ։ Միասնական է դա։ Միասնականանում։ Բոլորը քեզ գիտեն, այսօր Վոն Վեմյան, հրաշալի դիզայներ, մրցանակաբաշխությունների շնորհիվ, հատկապես հայերի շրջանակում եմ խոսում, որը նոր է իմ համար։ Բայց շատերը ուզում են հասկանալ դու որտեղից ես, որտեղ են քո արմատները, երբ ես սկսել, քո պատմությունը շատերը չգիտեն։ Ուզում եմ մի փոքր ավելի հետ գնանք։ Ավելի հետ գնանք, ինչքան մինչև ծննդյան օր։ Չէ, հետ գնանք այն օրը, երբ որ արդեն Երևանում, ապրել եմ Սարյան 35 հասցեով, մինչև մակա այդ տունը մարտին էլ գնալու եմ, սովորել եմ Նյու Յորքում, FIT, Fashion Institute of Technology, սովորել եմ Փարիզում, սովորել եմ Ֆլորենցիայում, հայրը։ Այո, Ֆլորենսում։ Արդեն 29 տարի աշխատում եմ նորաձևության մեջ, հայկական շուկան իմ համար ճիշտ ասած նորություն էր, որը եթե հիշում ես, քո հետ նույնիսկ սկսվեց ահագին բաներ, որովհետև ինչ որ մարդիկ գիտեին, կային, ասենք դերասաններ, որոնք արդեն հագնում էին առաջի հայ ոնց որ հայտնի մարդկանցից եղել է Արմինկա, որը 3 տարի առաջ է հագել, իմ առաջի COVID-ի ժամանակ իմ ամբողջ կամպանիան քանդվեց ու փակվեց, ու որ առաջի presentation արեցի, ոնց որ առաջի հայ մարդ որ հանդիպեցի, Արմինկան է եղել, որը եկավ, միանգամից մի հատ հագուստ էլ վերցրեց, հագավ գրեց եւ ամեն ինչ արեց։ Հրաշալի օրինակ ի դեպ։ Շատ։ Ու հետո հանդիպեցի Նայրա Մովսիսյանին, երբ դու իրանից ես ասել իմ մասին եւ Նայրան է պատմել քո մասին ինձ։ Եվ շնորհակալություն Նայրային։ Այո։ Ու դրանից հետո ինձ գրեց Անի Երանյանը, որ տեսել էր մի հատ սեբյուբկա էր տեսել, Los Angeles Fashion Week-ի ժամանակ ինքը հագավ, բայց ոնց որ ասած այդ հայկական ամբողջ այդ բումը եւ Armenian Music Awards-ից սկսվեց քեզանից, որովհետեւ դա քո իդեան էր, եւ իհարկե շատ շնորհակալ եմ քեզ դրա համար։ Ես եմ քեզ շնորհակալ, որովհետև դու իսկապես քո ամեն ինչ արեցիր, որպեսզի մենք բոլորս այդ օրը լինենք շքեղ, փայլենք եւ հաջորդեց արդեն այս տարի նույնպես հուսամ որ Այս տարի ավելի ուրիշ ձև եղավ, որ առաջի տարի միշտ ուզեցա շատ ինչ որ sense մեծ լինի, տոնական լինի,
Met Gala լինի, ինչ-որ ձևերով։ Մինչև հիմա տպավորված են մարդիկ եւ իսկապես։ Մինչև հիմա շատ այնքան բան ունենք հաճախորդներ, որ զանգում են, ուզում են օրինակ Նազենի Հովանեսյանի կանաչ շորը։ Քո հակած այդ սև յուբկան, որ ես երբեք ընդհանրապես չի մտածի, որ որևէ մեկին դա պետք կգա։ Ուղղակի որ դու համաձայնվեցիր դա կարել, ասեցի, օքեյ, արի քո համար դա կարենք, որտեղ միշտ ուզեցել եմ այդ անեմ։ Ու ուզում ես հավատա, չէ, այնքան մարդ է պատվիրել դրանից, վարդագույն, սպիտակ, հարսանիքի նշանդրեկների համար, իհարկե շատ հաճելի էր, իհարկե շատ հաճելի էր։ Ես շատ ուրախ եմ, որովհետև իսկապես տաղանդավոր մարդկանց մասին պետք է շատ շատերը իմանան, գնահատեն, պահանջված լինեն։ Դու շատ համեստ ես քո տեսակով, բայց քո գործերի մասին չեն կարող չխոսել։ Այս տարի շատ բուռն էր քեզ համար, որովհետև հատկապես հայկական շուկայում շատ բուռն տարի էր։ Վերջերս մրցանակը, որ ստացել ես, դրա մասին խոսիր, որ վերադարձար եւ նաեւ Հունաստանում ես մրցանակ ստացել։ Հունաստանում ստացա Ծագումով հայեր մրցանակը Տիգրան Մեծի մրցան օրդինայի պես շատ գեղեցիկ, շատ գեղեցիկ բրոշկայա, կներեք հայերենս այդքան լավ չի, հազար ներողություն, բայց իսկապես իմ համար շատ հաճելի էր, որովհետև ոնց որ ամբողջ կյանքս ապրել եմ Նյու Յորքում, աշխատել եմ որպես հայ եւ եղել եմ միշտ Նյու Յորքում փոքր է համայնքը ու ասենք մեր հայրենիքը միշտ իմացել ենք, լեզուն պահպանել ենք, նույնիսկ իմ մայրը ասենք հայկական ուտելիքներ է սարքել, իմ ամերիկյան ընկերներին կանչել ենք, սովորացրել ենք ով ենք, ինչ ենք մեր կուլտուրան, ու մեկ էլ գալիս է մի հատ օր, որ դու ստանում ես Ծագումով հայեր մրցանակ հայ լինելու համար եւ շատ իմ համար շատ ուզիչ էր, ինձ թվում է դա շատ գեղեցիկ միտք է, դա մանանն է կազմակերպել եւ չգիտեմ, իմ համար շատ հաճելի էր եւ շատ հուզիչ էր, որովհետեւ ոնց որ ապրում ես ամերիկյան միջավայրում, հիմա այս վերջերս եմ հիմա հայկական միջավայրում Լոս Անջելեսում, բայց Նյու Յորքում եւ Միլանում իմ աշխատած ժամանակները առանձնապես չեմ եղել։ Իմ աշխատում ես, բոլորին պատմում ես, որ հայ ես, որտեղից ես, արմատները, բան, եւ մեկ էլ դա գնահատվում է, իսկապես շատ հաճելի էր։ Այո, եւ նաեւ ունեցել ես շատ հետաքրքիր ու մեծ ցուցադրություն Փարիզում։ Փարիզում այո, արդեն երկրորդ անգամ մենք ցուցադրեցինք Փարիզում, վերջի շոուն շատ մեծ էր եւ մեծ լինելու պատճառով ինձ տվեց ահագին նյարդայնացել էի ես շատ այդ օրը, որովհետեւ դե ոչինչ հենց այնպես չի լինում։ Այնքան շատ մարդ էր եկել եւ չէին կարողանում բոլորը գային, վերջում որոշեցինք, որ երկու անգամ պետքա շոուն անենք, բայց միևնույն է լիքը մարդ էլ չկարողացավ գալ։ Շատ հուզիչ պահ էր, բոլոր մոդելներին վերջում արդեն հագցրել էին, կանգնած են աստիճանների վրա, ու իմ բոլոր շոուներին իմ ծնողները միշտ եղել են, մամաս, պապաս միշտ եղել են, միշտ։ Եվ այս իմ ամենաառաջի շոուն էր, որ մամաս չկար, ու արդեն ոնց որ միշտ սովոր եմ, մամայից պիտի մի հատ տեսնեմ շոուից առաջ, որ գնա։ Ու զանգ եմ տալիս, որ մամայի հետ խոսամ, հենց հեռախոսը վերցնում, վայ, բալես, վсё, մի անգամից քանդվում եմ, այնքան եմ լացում, ասում եմ, մամ, այնքան մարդ եկել, մարդկան չեն թողում, նստելու տեղ չկա, ահագին այդ լրագրողները եկել, բան, կեսին թողում են, կեսին չեն թողում, վերջը երկու շոուի են թողել։ Ու լիք ասենք բոլոր ժուրնալներից կային, բոլորը կային ու այդ ժամանակ մամաս ասում է, լսի, Նազենին եկել է, ասում եմ շատ գիտեմ այնքան մարդ անդենս դա չգիտեմ ով եկել, ով չի եկել, ու այդ վաղտ մենք ոնց որ կուլիսների հետևում ենք աստիճանների վրա, մեկ է ներքև տեսնում եմ Նազենին եկել, այնտեղ կանգ, ասում հա մեկ թամ, թե լավ է ուրեմն ամեն ինչ լավ կլինի։ Այդ պահն էլ էր շատ հետաքրքիր, որտեղ ոնց որ ինքը եկել էր մեզ սփորթ անել բան ու իրան էլ չէին թողել, բայց վերջի պահին հասցրել էր, ճարպկորեն մտնել ու հետևում կանգնած էր, իմ համար շատ թանկ էր այդ պահը, որ ասենք մամայիս համար դա շատ կարևորագույն պահ էր, դրա համար էլ իմ համար էր դա կարևորություն։
Եվ ամեն ինչ բարեհաջող անցավ, շատ սիրուն էր, շատ հետաքրքիր էր, բոլորս տեսել ենք վիդեոներով, տեսել ենք, պատմել ես։ Շատ շնորհակալ եմ։ Շատ շնորհակալ եմ, ուղղակի գիտես ոնց է, ոնց որ դու քո համար ստեղծագործում ես, ինչ որ բաներ ես անում, բնականաբար որը որ ցուցադրում ենք պոդիումում դա չենք վաճառում, ասենք այտենց վաճառվող բաներ չեն, դա ոնց որ հոգու ճիչ է, քո ստեղծագործական պահն է եւ COVID-ից հետո երբ ես վերադարձա իմ մասնագիտությամբ, ես որոշեցի վсё, ասենք եթե ցուցադրում եմ անում, պետք է անեմ ինչ որ ես եմ ուզում։ Հետաքրքիր չի, թող չվաճառվի, բայց ինչ որ մի հատ հաճույք ես պետքա ստանամ իմ արածից։ Եվ ոնց որ անում ես քո համար քո գլխի մեջ քո մտքերով, հետո չես հասկանում մարդիկ ոնց ռեակցիա կտան, կհավանեն, չեն հավանի, շատ ներվային process-ներ է դա եւ յուրաքանչյուր շոուից առաջ իմ մոտ միշտ ոնց որ ասեն թիթեռները թռնում են անհանգիստ եմ կավանեն չեն հավանի պատասխանատու մարդ ես եւ նաեւ ստեղծագործող մարդիկ միշտ այդպես են դերասաններն են բեմից բեմ դուրս գալուց առաջ այդպես լինում երգիչներն էլ բոլորն են այն մարդիկ ովքեր պատասխանատվություն են կրում բեմի պատասխան այո եւ որտեւ դու քո մեջ քեզ թվում է լավն է բայց չես ասում միգուցե դա լավը չի միգուցե չեմ սիրի, բայց սիրով ես անում, ու ինձ թվում է որևէ բան, ինչ էլ որ անում ես շատ մեծ սիրով, դա գնահատվում է ինչ-որ միտեղ անպայման։ Ծերը անպայման հասնում։ Դա կա, եթե որևէ բան ես անում, որ ասենք վաճառվող շորեր արի սարքենք, ու դնում ես սկսում ես գլուխ կոտրել, հենց բան անես, որ պետքա վաճառվի, բայց որ սենց սրտից սենց փշտ մի հատ թռավ իդեան, դա բերում է ամեն ինչ։ Ինձ շատ հարցնում են, ինչպես կարելի է քեզ, որտեղ կարելի է ցուցադրությունները տեսնել, շնորհավորում եմ նաև քեզ խանութի բացման հետ կապակցությամբ արդեն Beverly Hills-ում հրաշալի, որ եկար, մեր կողքին էիր խանութ ունես, որտեղ կարող են գտնել ցանկացած տեսակի հագուստ, գնային, երբեմն բոլորին թվում է, որ ցենց աստղաբաշխական թվերի մասին է խոսքը, աստղաբաշխական չի, գիտես, երևի դա իմ սխալն է եղել, որովհետև մենք կոլեկցիաներ սկսեցինք անել, բայց վեբսայթ խանութը դեռ գոյություն չուներ եւ իհարկե կոլեկցիայի շորերը շատ թանկ են 5000-ից 10000 դոլարի կարգի են դրանք որոնք իհարկե շատ թանկ են հնչում, բայց մենք ունենք երկրորդ գիծը, second line, որը վաճառվում է 300-ից 600-ի սահմաններում երեկոյան հագուստներ, կոկտեյլ հագուստներ, մեր վեբսայթը Maison Vemian, արդեն աշխատում է, Նաև on-line կարող եք նայել։ On-line, կարող են գնել, եւ մեր խանութը Beverly Hills-ում 350 North Cannon Drive համեցեք միշտ բոլորին պատրաստ ենք ընդունել։ Այնտեղ կարող եք նաև Վոնին տեսնել, ծանոթանալ, խոսել։ Երբեմն լինում եմ շաբաթ օրերը, երբեմն լինում եմ խանութում, եւ կարող եք նաև հանդիպել ինձ, ինչու ոչ։ Վոն, ես ունեմ մի անակնկալ, երբևէ այսպիսի բան չեմ արել տեսակետի տաղավարում։ Մի վախացրու։ Չէ, լավ անակնկալ է, քանի որ մենք նախատոնական ենք հանդիպել եւ այսպես հրաշալի գեղեցիկ իդեպ տոնական Ամանորյա հագուստներով։ Տոնական այո հավաքածուից եմ ես այսօր հագնված։ Վոն Վեմյանի, իմ տաղավարը ամանորյա զարդարանքներ չունի, չենք հասցրել անել, ճիշտն ասած, իմ զբաղվածության պատճառով, բայց ես ունեմ այստեղ գեղեցիկ մի աղջնակ, մանեկեն։ Որը վանդակ է։ Այո, վանդակում գտնվող, այո, մի մանեկեն, հրաշալի, խնդրում մանեկենից անուն մի դիր, եւ ես պատրաստել եմ, հիմա բերեմ։ Oh my god։ Այսպիսի ինչ-որ հետաքրքիր մի կտոր։ Եվ իմ ամենասիրած գույնը։ Իմն էլ։ Շարթրուս։ Դու գիտես, որ սիրում եմ այս երանգները եւ այստեղ ինչպես են ասում հայերեն, չգիտեմ, այսպես բուլավկաներ, քորոցներ։ Գնդասեղ է դա, բայց Գնդասեղ, այո, գնդասեղ քորոցներ եւ քեզ պետք է խնդրեմ դու հետաքրքիր մի զգեստ ստեղծես այս աղջնակի համար, իսկ ես քեզ ունեմ բլից հարցեր։ Ես պատրաստ եմ։ Այդ ընթացքում։ Բուլավկաներ դու ինձ։ Այո, ես տալիս եմ քեզ, որ կենտրոնանամ իմ հարցերի վրա։ Եվ կենտրոնացի քո հարցերին։ Ուրեմն գնացինք։ Եթե դու հայ չլինեիր, որ կուզենայիր որ ազգը լինեիր։ Ինչ ազգ լինեիր, այո։ Երևի իտալացի, որտեվ հայերին շատ մոտ են։ Իտալացի, հայ, մի քիչ էլ նման ես։ Վերելակ թե աստիճան, ինչ ես սիրում։ Վերելակ։ Վերելակով իջնել թե բարձրանալ։ Բարձրանալ, իջնել ամեն ինչ եմ սիրում վերելակով։
Ինչից ես ամենաշատը վախենում մի բառով։ Բարձրությունից ընկնել։ Ընկնել։ Ամենասիրելի զգեստը, որ ստեղծել ես երբևէ։ Oh my god, դժվար հարց է, ամենասիրելի զգեստը, որ ստեղծել եմ երբևէ։ Դժվար հարց է։ Շատ կան սիրած զգեստեր։ Երևի Փարաջանովի 120-ամյակի նվիրված կոլեկցիայի մեջից սև յուբկա եղել, օրգանզայի գծերով եւ Փարաջանովի թագով։ Այդ է ամենասիրածը։ Ինչի համար ես ափսոսում, որ չես արել։ Չեմ ափսոսում, որ չեմ արել, մասնագիտական առումով։ Այո, մասնագիտական։ Ես ավելի մասնագիտական եմ քեզ հարցեր տալիս։ Ափսոսում եմ, որ չեմ արել, երևի որ շատ չեմ աշխատել մեծ կամպանիաներում, միշտ ուզեցել եմ իմը։ Որ համեստ ես եղել։ Հա, չգիտեմ, երևի համեստ կամ համել ուզեցել եմ ինչ-որ իմը ցույց տամ դրա համար։ Այս գեստը կարող է վերջում հետո ես հագնեմ, շատ սիրուն է ինչ-որ։ Կարող, մեկ պաս վերջացնենք, տեսնենք հետո։ Ոնց ուր կլինես 10 տարի հետո։ 10 տարի հետո կուզենամ։ Որտեղ կլինես կամ որտեղ կուզենաս լինել։ Կուզենամ, շատ կուզենամ լինել անենց մի հատ state, չգիտեմ ոնց ասեմ հայերեն։ Չէ, ոչ թե նահանգ, այլ ոնց որ այնպիսի մի տեղ իմ կյանքում, որ ես հանգիստ լինեմ եւ ազատ կարողանամ ստեղծագործել, ինչ ուզում եմ ստեղծագործել ու չմտածեմ ինչ-որ որևէ ֆինանսական հարցերի մասին։ Այսինքն այն միջավայրում, որտեղ միայն ստեղծագործում ես, բայց չես մտածում թե որտեղից պետք է գնես այդ որտեղից գնի եւ լինես լրիվ ազատ, ասեմ։ Այո, ազատ ստեղծագործական միջավայր։ Ինչից ես դու ամենաշատը ոգեշնչվում կամ ումից ես ամենաշատը ոգեշնչվում։ Ոգեշնչվում եմ մարդկանցից ընդհանրապես, լավ էմոցիաներից, ոգեշնչվում եմ քաղաքները շատ եմ սիրում, քաղաքային կյանք եմ շատ սիրում, հիմնական քաղաքային կյանքից եւ մարդկանցից։ Եթե այս պահին հենց հիմա ժամանակը կանգ առնի, ինչ կանես հենց հիմա։ Այսինքն կանգնեց ժամանակը։ Հենց հիմա ինչ կանեմ, մի հատ քո հետ կպարեմ հայկական հավեսով պար։ Շատ լավն էր, ես ես շորերով հայկական պար։ Ոնց նախընտրում ես լրություն, այսպես առավոտյան սուրճ, խաղաղ, այդ քո միջավայրում այսպես ցիտիկներ ծլվելոց, թե խառնաշփոթ են, մրցանակաբաշխության են, որ գիշեր-ցերեկ գալիս են։ Զանգեր։ Խնդրում եմ գնացեք եւ ստեղծեք խառնաշփոթ ոնի ստեղծագործական արվեստանոցում։ Հավելյալ պետք չի։ Ոնց դու ավելի այսպես տեսակով մելանխոլիկ մարդ ես, մի քիչ ավելի սենց հոգեվոր արժեքներով, մի քիչ սենց նուրբ հոգուլարերով։ Դու ստեղծագործում ես, երբ որ դու մտահոգ ես կամ տխուր ես, թե երբ որ շատ ուրախ ես ու շատ ոգևորված ես ու սենց շատ որ ստեղծագործություններն են ավելի այսպես ոգևորված ուրախ տխուր ժամանակ չեմ կանում ստեղծագործել։ Տխուր ժամանակ չես ստեղծագործում, պոետները օրինակ տխուր ժամանակ են ավելի ստեղծագործում։ Տխուր ժամանակ չգիտեմ, չեմ կարողանում։ Իսկ կյանքը քեզ համար ինչ գույն ունի։ Կյանքը ինչ գույնի է կյանքը քեզ համար, այսպես ինչ գույն է։ Երկնագույն։ Ինձ համար ոսկեգույն է կյանքը։ Օ, շատ լավ է դա։ Ես սիրում եմ ոսկեգույնը։ Իսկ երջանկությունը ինչ գույն ունի։ Երջանկությունը վարդագույն։ Երջանկությունը ինձ համար սպիտակ է։ Չէ, դա քիչ է։ Ինձ համար սուրբ գույնն է, սպիտակ օրինակ։ Երջանկությունը այսպես է սպիտակի ու դեպի ոսկեգույն տանող, այսպես է։ Բացի ոսկեգույնի Բայց կյանքը ինձ համար ոսկեգույն է։ Մի քիչ է կանաչ։ Շատ կանաչ շատ եմ սիրում։ Կանաչը լավ է, գամը կանաչը փողի գույնն է։ Կարևոր գույնն է կանաչը։ Ինչ չես ներում ես կյանքում կամ մարդ լինելու մեջ, մարդկային գծերի մեջ։ Չեմ սիրում դավաճանությունը, հատկապես մարդկանց, որ վստահում ես, սուտը չեմ սիրում, տանը չեմ կարողանում։ Եվ միանգամից զգում ես սուտը։ Չէ, իհարկե զգում ես, դավաճանությունը սուտը միանգամից։ Իսկ եթե տեսնում ես, որ դիմացինը քեզ իսկապես խաբում է, բայց դու ճար չունես, պետք է շփվես այդ մարդու հետ։ Չեմ կարող, իսկական չեմ կարող արդեն։ Եթե ես вообще ընդհանրապես շատ ուշ եմ համոզվում, որ ինձ ստում է, բայց որ արդեն հենց հասկանում եմ, որ սուտ է, էլ իսկա էլ արդեն այդտեղ կանգ առնում, всё, էլ չկա ուրիշ։ Իսկ ումից ես այս կյանքում ամենաշատը ազդվում, որ իր խոսքը ինչ որ մի վատ բան արեց կամ ասաց քեզ ինչ որ մի վատ բան, իսկապես դա շատ Գիտեմ, որ մամայի խոսքն է ամենաշատը քեզ համար են, որ Մամայի խոսքը շատ կարևոր է, ոնց որ իրանց approval-ը հայերեն ոնց է, որ իրանք քեզ կարողանան
հաստատել։ Ոնց որ օժնեն։ Մայրական օժնանք ավելի շատ տպվել այս դեպքում։ Դա շատ կարևոր է իմ համար։ Այդ պահը երևի ամենակարևոր պահերից մեկն է։ Մայրիկի ճանաչելով իսկապես բարևներ Տիկին Գայանեին։ Մերսի, քո անունից։ Այո, իմ անունից բարևներ։ Ես միշտ ասում եմ, լավ մարդկանց անունը Գայանեի։ Շնորհակալ եմ շատ։ Ոնց հրաշալի ստեղծագործություն է ստացվում։ Գիտեմ ինչ եմ անում ստեղ, բայց ինչ մի բան անում եմ։ Շատ սիրուն է, իմ հարցերը վերջացել են։ Հեսա ես մի հատ բուլավկա եմ խփում ու վсё։ Բայց ես կարծում եմ, որ ես էլի հարցեր կարող եմ քեզ այսպես իմպրովիզ տալ։ Ինչ ես անելու 2026 թվականին արդեն։ 2026 թվականին։ Ինչ մեծ պլաններ կան։ Ինչ որ մի բան ստացանք, բայց գոտի որ լիներ, ված չէր լինի։ Այդ չէի մտածել։ Ես որ այդքան գոտի չեմ սիրում։ Դու գիտես, ես այդքան գոտի չեմ սիրում։ Հիմա մենք կարանք բան անենք, ստող մի քիչ նստացնենք, որ տալացույց տանք։ Ես ես պահելու եմ, գիտես, տաղավարում։ Բայց չեմի պա ես սիրուն շոր կարամ տամ։ Այս մնալու այնքան մինչև սիրուն շոր կբերես հետո իմ աղջկան, այսպես կմնա, որովհետև շատ սազում է գունային, չէ։ Համեն մոդայիկ շոր եղավ։ Մոդայիկ շոր եղավ շատ։ Փուչի գրպկանը հիմա մոդայիկ։ Այո։ Այնպես որ տեսնում եք, փաստացի մարդը ընդամենը ինչքան 5 րոպե էլ չկա, շորը եղավ, ստեղծագործող, տաղանդավոր մեր Վոնը Վեմյան։ Ես սիրում շոր եղավ, էլի մի բան եղավ։ Այո, շատ կարծում շատ գեղեցիկ ստացվեց։ Վոն, ես կարծում եմ, որ հրաշալի զգեստ է ստացվել։ 5 րոպեում։ Եվ իդեպ դու կենտրոնացել ես նաև պատասխանելու այն հարցերին, որոնք որից պատրաստել էի քեզ համար եւ այդուհանդերձ ստացել ես։ Ոնց հետաքրքիր էր ընթացքում ստեղծագործական ընթացքում։ Շատ հետաքրքիր։ Անմիջական պրոցես է։ Սա այսպես կմնա իմ տաղավարում, հետո դու մի օր կգաս։ Մինչև սիրուն շոր։ Չէ, կարծում եմ սա էլ է սիրուն։ Իսկապես շատ սիրուն է։ Քո վեդրոների հետ է շատ սազում։ Այո, ընդհանուր ամեն ինչի հետ շատ գեղեցիկ է, շատ Ես շատ ուրախ եմ քեզ համար, քո բոլոր հաջողությունների համար, դու արժանի ես իսկապես անընդհատ գնալու առաջ եւ վերջին հարցս արդեն, որպեսզի բոլորին առանձնապես նամակներով չպատասխանենք, ինչ է սպասում 2026-ին եւ նոր խանութներ, նոր ցուցադրություններ։ Լսի, ճիշտ որ ասեմ 2026 թվին ես եկել եմ հիմա հենց մի հատ եզրակացության որ պետք է երևի մի քիչ ժամանակ մնամ մի տեղում, որը Լոս Անջելես քաղաքն է, եւ կենտրոնանամ ավելի շատ մեր ինտերնետ վաճառքի եւ ավելի շատ վաճառվող հագուստների վրա, պլանավորում էինք ճիշտն ասած Միլանում ունենալ շոու, փետրվարի 26-ին, բայց իսկապես արդեն ոնց որ սպառվում է մարդ այդքան ճանապարհորդելուց, այս տարի արդեն 22 անգամ գնացել եմ Եվրոպա հետ եմ եկել 3 օր առաջ որ վերադարձա, ասացի վերջս մինչև մարտ ամիսը ոչ միտեղ չեմ գնում եւ մարտին գնում եմ Երևան։ Մարտի 4-ին գնում եմ Երևան։ Երևանում քեզ 96 թվից չեմ Երևանում արդեն քեզ ճանաչում են, հստակ, բայց հստակ քեզ արդեն ճանաչում են որպես դիզայներ, հատկապես շատ ուրախ եմ, այնքան ուրախ եմ Երևան գնալու համար, չես պատկերացնի ինչքան ուրախ եմ։ Երևի ամենամեծ, որ ասենք highlight-ը այդ 26 թվի իմ համար ճանապարհորդությունն է Երևան, իհարկե մարտ ամիսին իմ հիշողությունների մեջ Երևանում այդքան էլ լավ ամիս չի, ցուրտ է եւ ձնհալ է, բայց ինչ իմանաս, չգիտեմ, համը շատ եմ կարոտել մեր մրգերին, բան այդ ամեն ինչը, ասենք հիշում եմ։ Սնունդն ես կարոտել։ Հա, 96 թվից չեմ։ Չես եղել։ Կարծում եմ շատ զարմանալու առիթ ես ունենալու մեր հրաշալի քաղաքում մարդկանց հրաշալի։ Շատ ուրախ եմ, երևի ամենաուրախալի բանն է իմ համար։ Ամենօր զարմանալու ես։ Yes։ Որոշել եմ ոչ միտեղ չգնամ, ուղղակի աշխատանք, մնամ ստեղ եւ ճանապարհորդեմ Երևան։ Ես քեզ բազում հաջողություններ եմ մաղթում, շատ ուրախ եի, որ դու այսօր տեսակետի տոնական հաղորդման հյուրն էիր, հրաշալի ինձ տոնածառ ես պարգևել եւ միշտ սպասում եմ քեզ իմ տաղավարում հետաքրքիր լավ նորություններով, ցանկացած առիթով։ Շատ շնորհակալ եմ հյուրընկալության համար, ես քեզ եմ շատ սիրում եւ շատ շնորհակալ եմ քո support-ի համար, միշտ մեր կողքին լինելու համար միշտ, դա շատ գնահատելի է եւ ինձ թվում է այսօրվա մեր կյանքում գտնել տենց մարդիկ, որոնք հավատարիմ են եւ քո կողքն են միշտ, դա շատ հազվագյուտ բան է եւ իմ կողքին կան Փառք Աստծո, տենց մարդիկ եւ ես դա անչափ գնահատում եմ, որովհետեւ առանց քեզ, առանց քո պես մարդկանց անհնար է ոգեշնչվել, անհնար է ստեղծագործել, անհնար է գոյատևել։
ստեղծագործ մարդու համար։ Իսկապես դու էլ շատ հավատարիմ եւ շատ ազնիվ մարդու տեսակ ես եւ տաստված, որ միշտ հանդիպես քո տեսակի մարդկանց, որոնք քեզ միշտ կտանեն դեպի առաջ։ Դա կլինի դրախտ։ Շնորհակալ եմ Գայանե ջան, հյուրընկալության համար շատ անչափ շնորհակալ եմ։ Իսկ ձեզ ես մաղթում եմ ուրախ տոներ։ Եթերում տեսակետներ, մենք անպայման կհանդիպենք։